Հաստոցը չի սխալվում, սխալվում ենք մենք, անվտանգությունը սկսում է քեզանից։ Ողջույն, ես Լիաննա Խաչատրյանն եմ, աշխատանքի անվտանգության փորձագետ եւ այսօր ձեզ ծանոթացնելու եմ ամրանների, հաստոցների աշխատանքի անվտանգության կանոններին։ Ամրանները լինում են տարբեր տեսակների, բայց այսօր ես կսկսեմ առաջինը ձեզ ծանոթացնել նոր ներկրված հաստոցի, որը շատ օգտագործում են շինհրապարակներում, բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը եւ քիչ աշխատուժով հնարավոր է կատարել բավականին մեծ աշխատանք։ Բայց նշեմ ամենակարևորը, աշխատանքի անվտանգությունը առաջնային է, ցանկացած աշխատանքի արդյունավետություն 0 է, եթե անվտանգությունը երաշխավորված չէ։ Նախ սկսենք նախապատրաստական աշխատանքներից, ինչպես դուք տեսնում եք, ես հիմա բաճկոնով եմ եւ նման երկար թևերով կամ խանգարող արտահագուստով սխալ է մոտենալ հաստոցին ընդհանրապես, դրա համար պետք է ունենանք համապատասխան անհատական պաշտպանական միջոցներ, որը ես հերթով կցուցադրեմ։ Ճիշտ արտահասկուստը սկսում է ժիլետներից եւ աշխատաչքերը պաշտպանող միջոցներից։ Ես հատուկ եմ ընտրել աչքերի պաշտպանության դեղին գույնը, քանի որ դեղին գույնը օգնում է մութ միջավայրում ավելի պայծառ տեսնել խնդիրները եւ թերությունները, որով որ մարդը աշխատելու ընթացքում ճիշտ կաշխատի եւ խոնչոտներ չի ունենա։ Շատ կարեւոր է թե մենք որ տարածքում ենք աշխատում։ Եթե մենք աշխատում ենք բաց տարածքներում, շինհրապարակներում, շինհրապարակի համար առաջնային է անհատական պաշտպանական միջոցներից գլխարկը, իմիջիայլոց գլխարկի ընտրությունն գույնը կարևոր նշանակություն, թե դուք ինչ եք աշխատում։ Հիմնականում կանաչ գույնը կրում են պատասխանատու անձիկ, էկոլոգները եւ անվտանգության ինժեներները, իսկ այն աշխատողները, ովքեր աշխատում են հաստոցների հետ, պետք է կրեն դեղին կամ կարմիր կասկաներ։ Շատ կարևոր է հաջորդ փուլը ձեռնոցների ընտրությունն է։ Տեսեք, ես այստեղ երկու ձեռնոցներ եմ ցույց տալիս։ Այս ձեռնոցները շատ ճիշտ է հարմար են կրելու համար, բայց ունի թերություններ, որոնցից են կպչողականությունը եւ արմատուրան, քանի որ դրսում ենք աշխատելու եւ կարա անգամ սառի եւ ձեռքերը սառի եւ կպչի արմատուրան եւ հետո հաստոցների հետ աշխատելուց խնդիր ունենա։ Դրա համար առաջարկում եմ այս կարգի բամբակից ձեռնոցներ, ճիշտ է, նաեւ ինքը հարմար է եռակցողների համար, բայց շատ ճիշտ է իրան օգտագործել ամրանների կտրման համար։ Ինքը բավականին փափուկ հարմար է եւ ձեռքերը չի վնասի։ Եթե դուք աշխատում եք փակ տարածքում, կասկաների փոխարեն մենք կարող ենք օգտագործել ականջակալներ, քանի որ վերևից ոչ մի բան ընկնելու ռիսկ չկա, բայց ռիսկ կա, որ մեր ականջները կվնասեն, քանի որ փակ տարածքում աղմուկի անդրադարձումը բավականին շատ է լինում եւ ականջները պաշտպանելու համար կարելի է օգտագործել հատուկ տեսակի ականջակալներ, որոնք բարձր ձայները նվազեցնում են, բայց երբ որ մենք հաստոցից ձայն լսենք ինչ որ աշխատանքային process-ի խախտում, մենք հաստատ իրան կլսենք եւ կարձանագրենք։ Թողնելով աշխատանքական պաշտպանական միջոցներից ամենակարևորը նշեմ նաեւ, որ շատ կարևոր է ճիշտ կոշիկի ընտրությունը։ Երբեմն մենք նեղվում ենք կրել ճիշտ կոշիկ, ասում ենք հարմար չի, ծանր է եւ այլ պատճառաբանություններ ենք փնտրում, բայց քանի որ մենք գործ ունենք ամրանների եւ մեխեր կարող են ընկնել ոտքի տակ, թեկուզ ամրանը ոտքի տակ, նմանատիպ կոշիկները մեզ պաշտպանում են, որ մեր ոտքը չծակվի ու չվնասվի, որտեղ այս հատուկ նախատեսված կոշիկների եզրերի եւ տակը երկաթ է, որը մեր ոտքը պաշտպանում է տարբեր վնասակար գործոններից։ Եթե արդեն ընտրված է եւ պատրաստ է ձեր ճիշտ արտահագուստը, անցնում ենք հաջորդ փուլին։ Նախ սկզբում ստուգում ենք, արդյոք հոսանքից անջատված է հաստոցը, մոտենում ենք հաստոցին, որ ամեն ինչ անջատված լինի։ Այս հաստոցի առավելությունը կայանում է նրանում, որ ինքը ունի արտաքին պաշտպանիչ շերտ, միշտ կափարիչը պետք է փակած պահենք, որտեղ այստեղ պտտվող ռեզինները կարող են կտրվել եւ վնաս հասցնել։ Փակած ենք պահում կափարիչը, միշտ փակ ենք պահում այս պահարանը, որտեղ հստակ պարզ երևում են, որ կամ պտտվող շարժվող մեխանիզմներ, որը կարող է ռիսկ հանդիսանալ մեր շորերի կամ ինչ որ արտահագուստի քաշման
Եվ երկրորդը երբեք ձեռքերը չենք մտցնում այս պահարանի մեջ հատկապես միացված վիճակում։ Միշտ պահարանը պահում ենք փակ վիճակում։ Ինչպես նշեցի, հաստոցը անջատված վիճակում, բայց ստուգում ենք, որ անպայման հողակցումը կատարված լինի հաստոցի։ Մոնտաժման աշխատանքները ամենասկզբում ճիշտ կատարված լինեն, որտեղ այնտեղ կարող ավելի տեխնոլոգիական process-ի խախտում լինել։ Անջատված վիճակում տեղադրում ենք ամրանը, հետո նոր արդեն համապատասխան սեղմակների միջոցով սկսում ենք աշխատացնել հաստոցը։ Սարքի առավելությունը կայանում է նրանում, որ սարքը ավտոմատացված է, մարդկային գործոնը գրեթե բացառված է եւ ընդհանրապես մենք պետք է սեղմենք կոճակը, որ սարքը գործարկված է, դնենք ստանդարտ չափերը, ինչ չափի մենք պետք է ստանանք ամրան եւ սեղմենք պուսկ կոճակը եւ արդեն ինքը մեխանիզմը ավտոմատ կաշխատի, բարձրացնելով եւ անվտանգությունը եւ արդյունավետությունը եւ քիչ աշխատուժի օգտագործումը։ Հաջորդ հաստոցը ամրան ծռող հաստոց է, որը տարբեր չափերի եւ տարբեր անկյունների հաստոցը պտտում է։ Հաստոցի վրա հստակ նշված են համապատասխան օղակները տեղափոխման համար, երբ որ պետք է հաստոցի տեղը փոխել եւ կրանով ամրացնելու տեղերը հստակ կան ու պետք չի խախտել կանոնները եւ ընդհանրապես ցանկացած հաստոցի օգտագործման ժամանակ հաստոցի վրա նշված է լինում թե ինչ է կարելի, ինչ չի կարելի, ինչ անվտանգության նշանները հաստոցների վրա տեղադրված են լինում, ցանկալի աշխատանքը սկսելուց առաջ պարտադիր ուշադրություն դարձնել։ Այս հաստոցը նույնպես ավտոմատացված է, ամրանները տեղադրում ենք անջատված վիճակում, հետո նոր միացնում ենք հոսանքից եւ այստեղ արդեն համապատասխան սեղմակի միջոցով սկսում ենք աշխատացնել գտնվելով բավականին հեռավորության վրա, որպեսզի մեզ չվնասենք։ Անպայման կրում ենք աչքի պաշտպանական միջոցները եւ սաղավարտը, որտեղ շատ հավանական է, որ ինչ-որ փշուր կամ ինչ-որ մի բան աչքի մեջ թռնի, աչքերը պաշտպանված լինեն։ Այս հաստոցը նույնպես ամրան կտրող գործիք է, առավելությունը կայանում է նրանում, որ ունի երկու կտրող մեխանիզմ, մարդը ինքը պետք է ընտրի, որ տեսակ օգտագործի ձեռքինը, թե ոտքինը, կախված իր առանձնաերգոնոմիկ հատկություններից, որպեսզի մարդը հարմարավետ ավելի աշխատի, ինքն է ընտրում ոտքով աշխատի, թե ձեռքով աշխատի, նույնպես ամրանը տեղադրելուց առաջ պետք է հոսանքից անջատված լինի, ամրանը տեղադրեն, հետո նոր սկսեն աշխատանքները կատարել։ Եվ ելի եմ նշում, ինչքան շարժական մեխանիզմներ կան, բավականին պետք է հեռու լինեն, չբացեն, ինքնագործունեությամբ չզբաղվեն, որտեղ սարքերը նախագծված են բավականին լուրջ ձևով եւ անվտանգությունը հաշվարկված է։ Այս նույն սարքի դեպքում էլի ամրանը կտրող ծռող սարք է, ամբողջ հատվածը, որը որ պտտվող է ու մարդուն կարող է վնաս հասցնել, կանխարգելված է, համապատասխան պահարաններով փակված է, եղեք իրազեկված եւ պաշտպանված։